Ողջույն բոլորին։ Այսօր երկուշաբթի է եւ ինչպես նշել է բետոն այսօր տանն է։ Վերևն է։ Այս մեր սենյակը պատրաստ է։ Ну, մեջերը սարքելու է, սպասեք տեսնեմ։ Այսա նայեք։ Ներսը, այսի մեր սենյակն է լինելու։ Ահա։ Այստեղից մտնելու ենք, որ բետոն ծածկել է, որ եւ վերևը նայեք, որ բետոն հնդեղ բաներ անում, սենց կիսատ պատա լինելու, բալկոնա լինելու։ Սենց նման են, շենքի նման։ Սենց չափով նայեք, սենց բետոն հիմա սարքում է, որ լցնի արդեն այս շղթաները, սենց կիսատ պատա լինելու, բալկոնա լինելու, ու այն մեզ կողմը նույնպես, հենց, ընդեղ լվացքատան նման, բան, տենց այստեղ բալկոն, ու ուզում եմ այստեղին բույսերը լինեն, տենց, չգիտեմ ոնց ենք գնալու վերև, բայց տեսնենք, դեռ մյուս հատվածը պետք է սարքվի, որ աշճաններ դնենք ու գնանք, բայց ժամանակավոր մի բան կանենք, սենց բետոնը սենց աշճանների վրայով գնանք, բայց մյուս կողմից տեսնենք, հիմա այսի լցնելու է բանով, տենց անուն ինչ է, ցեմենտ բետոն։ Այսօր մեր սենյակը։ Բետոն սպասում է, որ իրան արձակուրդ տան, որ արդեն ներսը սարքի։ Ուրեմն գնացել եմ այստեղ հարևաններից գրանիսադա առնելու մանգոյի, այս չամոյ է, մանգո չամոյ իրար հետ։ Ուրեմն պոստերի վրա իրանք, որ ունեն այդ գովազդային վահանակ, սենց ասած, գրված է, որ ունեն գրանիսադա, մանգոյի գրանիսադա, ստեղ նկար կտնեմ, որպեսզի հասկանեք, ինքը սենց մանգոյի աղացած ու չամոյ, սենց կարմիր թթվաշ ինքը բանա, սոուսը, ու սնեկների հետ են օգտագործում, մի խոսքով, ու էդի կտրատում է մանգո, այնտեղ իր ավելացնում է հենց սառած մանգո, ես էլ մեկ էլ ասում եմ, ինչ-որ կտորներով չամոյ ավելացնում, ասում եմ, բայց այս պոստերի վրայինն է, չէ լինելու, սենց ուշադիր նայում եմ ինչ անել, ասում եմ, չէ, ճիշտն ասած մենք ուղարկել ենք գովազդային այդ կամպանիային, որ այս սենց ոնց որ գրանիսադա չի լինելու, այլ ոնց որ կտրատած մանգո, չամոյ, իրա այդ սառույցը եւ այլն, բայց սխալ են հասկացել գրանիսադա են, ասում եմ, եթե ուզում ես գրանիսադա, քեզ համար գրանիսադա կանենք, խնդիր չկա, ասեց ճիշտն ասած, դա սակախորժակոց դա է ուզում, եթե կարող եք սարքել, ասեց, հա, խնդիր չկա, բայց վերջում տեսան, որ բաժակ չունեն, բաժակի փոխարեն այսպես ամանի մեջ են լցրել, ասացի ոչինչ խնդիր չկա, այդ տղան հենց հավես ընտանիք են, երիտասարդ ընտանիք են ու ոնց որ իրանց բիզնեսն են բացել, այդ իրանց այդ ոնց որ բանա ավտոտնակ է, այնտեղ մեքենաներ են սենց ոնց ասեմ պալիրովկա են անում, չգիտեմ, ինչերը մի խոսքով չգիտեմ, այդ փայլեցնում են այդպես, երևի տյունինգի նման մի բան, ու իրիկունը սենց ոնց որ սնեկներ են տալիս, չիպսեր բան, սենց չամոյ, սոուսներ, բան, տենց մի խոսքով, մեքսիկական տենց, չիլեով թթվաշ սարքում են, դորիտոսներ, բան, տենց վրեն տարբեր բաներ են լցնում, մի խոսքով,
Ու ոնց որ ասացի խնդիր չկա, շատ վատ զգացի իրան, ասում եմ խնդիր չկա, էլի մի անհանգստացեք։ Հա։ Բետոն հարցում է վերջը առար թե չէ, բայց շատ բնական մանգո է, իրանք հենց մանգոն կտրատում են շատերը, այդ տեղերում բան են անում։ Իրանք սենց սառեցված ինչ-որ համի կոնսերվանտներ են օգտագործում, որ համը լինի, բայց իմ աչքի առաջ իրանք մանգոն կտրատեցին, աղացին, ապրեն իրանք։ Դենց։ Ուրեմն բերել եմ ես բետոն, այստեղ ուտում ենք։ Բետոն բացատրում եմ ինչ է պատահել, ուրեմն այստեղ բետոնել դուռը փոխում է, նենց որ ներսից բացվի, սենց բացվի ներս։ Ժամանակ սենց դուրս էինք հրում, հիմա սենց դուրս բացվի ներս, որ դուրսը չխանգարի ու բանը։ Կարողանանք վերև բարձրանանք, այնտեղ աշճաններ է սարքելու, սենց վերևից վերև որ բարձրանանք ու բալկոն բարձրանանք, էլի ժամանակավոր հարմարոտ աշճաններ է սարքելու միջև։ Տենց։ Իսկ այստեղ էլ փակել է արդեն։ Մեր սենյակն է լինելու, արդեն պատրաստ է։ Ցերեկով ցույց կտամ։ Լավ փոշիկը։ Ցույց կտամ ցերեկը։ Ուրեմն եղունգներս ուզում էի սարքեի ու նայեք ով է եկել։ Տերային կանչել եմ տուն, ինքը գալսա տուն էլի, տանն էլ աշխատում։ Հա, ու ինչ պատճառներով ես իրան մեր տուն եմ կանչել, չէի կարա ես գնայի ու ինքը տենց չմերժեց, չնայած ինքը տենց աշխատում էլ է, տուն է գնում։ Տենց ու տենց չմերժեց, եկա հիմա սուրճ եմ դրել, vamos a tomar cafecito y եղունգներս անե։ Մենք արդեն վերջացեցինք, տեր են գնաց, իմ սեղանն էի էքսպոյի բացել, այստեղ, որ ինքը տենց հարմար սեղան չունի, որ հետը բերի, փոքր, տենց ոնց որ հարմարացրել ենք այստեղ և եղունգներս ցույց տամ, սենց բնական նուրբ, ես ուրիշ բան էի ուզում ճիշտ ասած, ինչպես միշտ չուներ, բայց դե էլի ոչինչ։ Այս նուրբ ինչ-որ ինքը մի քիչ վարդագույնի երանգ է, բայց տենց չի երևում։ Են մյուս այդքան էլ տենց սրտովս չէր, մոխրագույն երանգը ու բանը շատ էր ծանրացել, կարճացրել եմ եղունգներս, մի քիչ ավելի կլորություն եմ տվել և սենց ես առավոտ մենակ յոգուրտ եմ կերել բան տենց տերեն եկավ սուրճ դրեցի, որ խմենք իրար հետ, շատ հավանեց մեր հայկական սուրճը, հայկականոտ ու հաց չեմ կերել, ուրիշ բան չեմ կերել, հեսա մի հատ մի բան ուտեմ, ժամը 2-ն է ու բանը, տեսնեմ ինչ եմ անում, անցնեմ իմ գործերին, հաց պետք է սարքեմ, այսօր ավելուկ եմ ուզում սարքեմ, 3 կարտոֆիլ էի դրել դուխովկա, տենց համեմել էի բան դրել էի դուխովկա և այսօր ուզում եմ ապուր սարքեմ, երեկվանից ուզում եմ ավելուկ սարքեմ, տենց վերջացնում եմ, վերջի անգամը չգիտեմ, երևի 2 մասի կբաժանեմ, մի քիչ երկար լինի, ապուր երևի սարքեմ, ապուր կամ աղցան, տեսնեմ, բան կսարքեմ ավելուկով։ Ուրեմն այսօր մի հատ բլոգերի եմ նայում, հետևում, բան ինքը կորեացի աղջիկ է, Մեքսիկայում է ապրում, շատ է հավանում Մեքսիկան, մի խոսքով իր ծնողներին, իր պապային տենց հյուրասիրում էր տագում, այնքան բլոգ այնքան սենց հախորժալի էր, տակո ուզեցի, ավելուկ չեմ սարքել, բետոին ասեցի տակո կբերես, հիմա տակո է բերել, այստեղ ուտում ենք, այստեղ մեր մոտից, ուտում ենք տարբեր մսերով, տարբեր խառնուրդներով, նայք պուճուրիկ են իրանք տակոները, բարի խոժակ, ողջույն բոլորին, ուրեմն ուզում եմ գնամ շուկա, այսօր 5-շաբթի է և տնային խմբակ ունենք ու խմբակից այդ խոսքից հետո
ընտրում ենք եւ այսօր լինելու է բուրրիտոս ես էլ եմ տանելու բուրրիտոս հիմա գնում եմ հավ առնեմ արդեն պատրաստի գրիլ արած եւ բերելու եմ իրան քրքրեմ ու բետոն որ կա տորտիա առնելու իր մեջ ենք դնելու իսկ մնացած սոուսը պանիրը եւ այլն մնացած բաները իր մեջի բերելու են այլ մարդիկ so հիմա ուզում եմ նաեւ մտնեմ այստեղ հագուստի խանութ այստեղ խանութ կա մի հատ այդտեղ եմ ուզում մտնեմ մեկ էլ հոնքերս եմ ուզում տեսնեմ կարամ շուտկեմ նորվես պրեաստում Եղունգները շատ հավանեցին այդ նուրբ չնասած էսի չէ ուծում, բայց լիսի ունա Okay, բայց շուկայում չեմ կարա նկարեմ ժողովուրդ մի քիչ մեր մոտ վտանգավոր է դարձել արագ եմ որ սենց գնալու եմ ուղիղ հավը առնեմ հետ գամ եւ տեսնեմ մտածում եմ մի հատ մտնեմ խանութ նոր որ հավը հետը չմտնեմ կամ բերեմ հավը տուն հետո գնամ խանութ ճիշտ կլինի երևի այդ ձև Okay Ողջույն բոլորին ուրեմն ես պատրաստվել եմ որ գնամ նախաճաշին Դանիելայի կազմակերպած սպասում եմ Լուպիտային որ գա իմ հետևից Դանիելան ինձ խնդրել էր, որ մի հատ սենց չիլե տանեմ խալապենյո տենց արագի մեջ գնացի արա, մեր ժամը 8 հանց է, տենց 9 չկա այստեղ խանութները ժամը 10 հանց են բացվում դրա համար բանը հազիվ լավ այնտեղ անկյունում մի հատ խանութ չնայած այստեղ բաց էր բանը մեր հենց կողքինն է, բայց ապրանք էր ստանում ու նորից գնաց ու մեծ ամանով չուներ, փոքր ամաններ էր ու տենց ձեռ չի տալի, որ մի քանի հատ առնեմ, այլ միանգամից մեծն է ձեռ տալիս So, ուրեմն գնում եմ Դանիելայի կազմակերպած նախաճաշին, այնտեղ ինձ մի քանի հոգի խնդրել էին, որ պատմեմ թե ինչա իրանից ներկայացնում այդ նախաճաշը ճիշտն ասած ես էլ եմ որոշել պատմեմ վաղուց բայց ոչ մի ձև չի ստացվում բայց ուզում եմ պատմեմ հիմա մի քիչ ինքը տենց թեման երկար է ու հետո կպատմեմ հիմա այս պահին ռազում եմ շտապում եմ հեսա ուր որակը գա լպիտեն Ես տուն եմ հասել, ես պետքա բանանեի, գնայի, անուն ինչո գնայի մշակույթի տուն, բայց պարզվեց, որ չեմ գնում, բայց պարզվեց, որ պետք չի գնալը, ամբողջ 3 օրը ես չարչարվել եմ այդ անտեր դիմումի վրա, որ տանեմ Յանին նորից թազա դիմում են ուզում, սարքել եմ, ստեղ դեկորս կնգան խնդրել եմ, որ պրինտեր ունի հանի, տենց անել է ու պարզվեց, որ ոչ էլ պետք է գնալ են, որ, բայց լավ է, որ Ռոսին գրեց, խեղճը գնացել ընդեղ է հասել իր գործը թողած, գնացել հասել է ընդեղ, որ տանի ներկայացնի ինչ-որ դիմում են էլ իրան ասել են, որ բանը, պետք չի։ Չեմ էլ, լիզիտա, ալ հիմա քշիրեմ, իմոցիկն ես դու, մի խոսքով հիմա ժողովուրդ, ես եմ մի հատ 2 րոպե նստեմ շունչ քաշեմ, ուզում եմ գնամ այստեղ մոտիկ կլինիկա կա, բայց ինձ ցուրտ է այստեղ տունը, դուրսը շոքա, չնայած մեր մոտ նենց ուժեղ քամիներ է, երեք ոնց որ կոկորդս մրսացրել եմ, հա, ուզում եմ գնամ այստեղ կլինիկա ու վերջապես իմ այս բանը ստուգեմ, վահանաձև գեղձը,
մի հատ 2 րոպե նստեմ, հանգստանամ ու գնամ։ Այսօր շատ լավ անցավ։ Տենց շատ լավ էր։ Տերեն էլ էր եկել, ճիշտ ասած չնկարեցի, չգիտեմ։ Մի խոսքով։ Լավ, всё։ Ուրեմն ինչպես տեսեք, մենք գնացել ենք Ավրիրա եւ ցույց տամ ինչ ենք գնել, ասենք առաջինը ցույց տամ, բետոն երկու հատաման ունենք Լևանումա, սա Լևանա, նայեք ինձ սիրունն է, բեբե este también, ey, Salmón, ichi Salmón, no, ichi. Bueno, mucho. Okay. Եվ պլաստիկ ամաններ ենք գնել, ասեք հարմար չի։ Մենք խառը սենց լեցրել ենք, որ տաքսով ենք գալի, սենց խառը լեցնում ենք, որ իսկ որ պետքա սենց հետներս սենց քայլելով կանք, լավ դասավորում ենք, որ հարմար լինի։ Սա այստեղ ունենք համեմ, այստեղ ունենք կանաչ սող մաներ, այստեղ ունենք հատապտուղներ, հապալաս, իսպաներեն էլ ասեմ արանդանաս, Arandanas, hapalas, aznavamori, frambuesa, Okay, since sovarasnam des ispaneren, sensi, cebollin, canach sojin, asmen cebollin, cilantro. Okay. Es un aluminio, titer, papel aluminio. Այստեղ ունենք շամպինյոն, սենց է կոչում է չամպինյոն, չյոք մենակ չամպինյոն, քանի որ իսպանացիները, այստեղ շատ արդ չունեն չամպինյոն այստեղ։ Այստեղ ունենք գրանոլա, լոլիկ, տոմատե, Մեքսիկայում իրանց անվանում են խի տոմատե, Իսպանիայում տոմատե, չգիտեմ ինչի, և նայեք ես ապակի վերջապես գնել եմ, ես ուզում եմ ազատվեմ ես պլաստիկ ամեն ինչից,
Դրա համար սենց սա եմ վերցրել, որ ջուրը սրա մեջ լինի և այստեղ ունենք կաթ, մածուն ունենք, այստեղ ունենք խալապենյո, և այստեղ ունենք պիսոների սնեկը, 4 հատ կեր եմ գնել, ճիշտն ասած ակցիա էր, ու շուշ եմ գնում, եթե նկատել եք, ուղղակի ասեի մի հատ գնեմ, իրանք շատ վտանգավոր են զգուշեղեգ թացքերը, շատ մի տվեք, եթե հնարավոր է մի տվեք, ուղղակի չգիտեմ մի տեսեք, իրանք շատ են սիրում, պիսոները շատ սիրում են թացքեր, բայց փորձեք ինչքան հնարավոր է կրճատեք և մի հատ էլ եմ գնել իրանց սնեքները, այստեղ էլ ձետ, ասեյտե վեխետալ, բուսայուղ, այսից ծաները, այսենց էլի բաժակներ եմ գնել պլասմասի, անցած անգամ նախանցած շաբաթ իմ տանելու բաները պլասմասի ամաններ և այս որ առել եմ, պլասմասի աման և բաժակ, եթե պետք է տանեի դրանով, տանը կար, եթե վերցրել եմ տարել եմ, ասի առնեմ, տունա լինի, այստեղ ունենք սենց ռից բաները, թխվածքաբլիթները, աղի, այստեղ ունենք նոպալ, այսի խաշում ենք, խաշել ենք, սուրճ, կաֆե, նորմալ, էսի բանը, էսի դրոժը, իսպաներ են լևադուրը, դրոժը, ճիշտ է թեթ խմոր ես ունեմ, բայց մեկ պետք է գալ դրոժ, տիկի, ուզում եմ բան թխեմ, բուլկի թխեմ, այս սրա մասին է խոսքը, սնեքները իրանց, և այստեղ ունենք ճպխված արդեն կրուասաններ, այստեղ ունենք բանան, նարինջ, խնձոր, այստեղ ունենք մի քիչ կարտոֆիլ, սոխ և այստեղ ունենք խազարի տերևներ ու ալյուր, երկու հատ ալյուր, այսքանին տվել ենք, ալյուր լինում է արինը, առաջին աչ է դրվում, բայց չի կարդացվում, H տառը, սա լինում է մարոլը բան, մորացա, դեն գրված է, լեչուգա, սոխը լինում է սեբոյա, են կանաչ սոխը լինում է սեբոյին, իսկ սովորական գլուխ սոխը սեբոյա, և այսքանին տվել ենք, ճիշտ եմ բռնել, օքեյ, են տոտալ 1058 պեսո, մոտավոր $50, 50 ավել, 30,000 դրամ գուցե, այդ կարգի, 28,000 դրամ տենց մոտավորապես, աղագին փող ենք տվել, այսքանին պատկերացնում եք, աղագին թանկացել է, օքեյ, ուրեմն ես դասավորեմ ես 3
քանի որ կոֆե չունեի, կոֆե չեմ խմել, պատկերացնում եք։ Ես գնամ մի հատ կոֆե դնեմ ու անցնենք այն մնացած գործերին։ Այս քանի օր չեմ նկարել, ճիշտն ասած, ժողովուրդ, չգիտեմ ինչի, տենց հավես չկար, չէի հասցնում, ինչ-որ բաներ չկար ասելու։ 5 շաբթի օրը գնացել եմ, տնային խմբակ ենք գնացել, ուրբաթ օրը էլի տենց նախաճաշի ենք հրավիրված եղել, նախաճաշն եղել, տենց, բայց չեմ նկարել։ Մի խոսքով։ Հա, մեկ էլ պատվեր եմ ստացել, 30 հատ սրտիկ պետք է գործեմ։ Իմը տելա մեջը։ Միել, այդ որտեղ դու մտել ես, ացի, ալացար աղցիկ, ալացարը։ Սալվոն էլ ուզում է մտնի, շորերս փոխել է բան։ Այդի մոչկոնի, բուպուչկոնի միշկիզ լացարացիկ։ Դու էլ ես ուզում, Սալմա։ Այդի միշկո ացուկները, սիրուն ացուկները գանձես։ Սալ ասպես։ Գնաց էսի։ Այսքան դասավոր եմ, ուզում եմ պատվիրեմ բան, ստենդ հեռախոսը դնելու համար իմը սաղ ջորդվել է, որ սենց բաղտս չի բերում ստենդների վրա, տենց միշտ կոտրած է գալի կամ կոտրվում աշուտ բան, ուզում եմ սենց պատվիրեմ օնլայն խանութից և էլ չրչարչարվեմ ձեռով բռնեմ, տանեմ ես կոմ են կոմ, մի խոսքով, տեսնենք։ Ես իմ սուրճ արդեն խմում եմ, մամայիս հետ եմ խոսել, քանի որ զանգել էր ինձ և չէի նկատել խանութում էի, տենց ես ուրեմն մտածում եմ մի հատ տեսանյութ նկարեմ, սենց կարճ տեսանյութ, գուցե ռիլ, փոքր և պատմեմ այն ամեն ինչի մասին, որ ես ինչ-որ տարօրինակություններ ունեմ, առաջի տարօրինակություններից մեկը այն է, որ ես չեմ սիրում, որ իմ հեռախոսի ձայնը միացրած է կամ անգամ վիբրացիա է գալի, ես ամբողջությամբ անջատում եմ ու այսքանի տարի է, ու եթե դուք իմ ընկերների ցանկում եք ու գիտեք իմ համարը ու զանգում եք ու այդ պահին չեմ պատասխանում, այդ նրանից է, որ ես իմ հեռախոսի զանգը կամ չգիտեմ վիբրացիա բան ընդհանրապես անջատած է, չեմ լսում, չնայած դրան, որ իմ մոտ լրիվ անջատած է, ես չեմ սիրում, որ գիշերը սենց ինչ-որ մեկը ինձ քնած եմ, նամակ կամ զանգ ուղարկի, լույսը չէ, տենց լույսը գալիս է ու ես դա նկատեմ, ես Wi-Fi-ը անջատում եմ։ Լրիվ չեմ անջատում, քանի որ ժամ չունեմ։ Հեռախոսին եմ նայում, բայց եւ որ ժամ ունենամ, իմ հեռախոսը ամբողջությամբ կանջատվի գիշերը։ Այ այդպիսի տենց տարօրինակ բան, որ ես հեռախոսի ձայնը ընդհանրապես կարող է գրպանից լինի, հիմա մամա զանգել է ու ճիշտն ասած ես հեռախոսի բանը չեմ միացրել, ինձ զանգ չի եկել, մեսենջերով է մամա զանգում, բայց եթե անգամ զգացվեր զանգը, զանգ կար, ինտերնետը միացրած լիներ զանգար, ես չէի նկատի։ Մի խոսքով տենց ու իմ ընկերներից ես միշտ բողոք եմ ստանում, որ թե զանգել ենք չես լսել կամ բարեկամներից այդ խնդալու բան ուզում եի ասեի
Okay, եկեք թեման փոխենք, ես ուզում եմ խոսել նաև մի քանի հարցերից, առաջինը, ուրեմն ես մի քանի վլոգ առաջ ասել էի, որ լեզուներ եմ պարապում ու ճիշտն ասած մոռացել էի նշել եմ փաստը, որ Հայաստանից Մեքսիկա վճարելը շատ, ոչ թե շատ բարդ, այլ ընդհանրապես անհնար է, քանի որ Հայաստանը փակել է ամբողջությամբ այդ Մեքսիկա ճանապարհը ու մենակ Հայաստանը չի փակել, այլ միջազգային այդ, չգիտեմ, ձևով, մի խոսքով անհնար է որևէ ձև Հայաստանից Մեքսիկա ուղարկել, այդ սանկցիաների երևի տակ էլ անգել Հայաստանը, չգիտեմ, բայց խի օրինակ ասենք կարում Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուղարկի գումար, իսկ Մեքսիկա չէ, ու հարցը նրանում է, որ Մեքսիկան ինքը մի քիչ չէ վտանգավոր երկիր է, կասկածելի երկիր է ու այնտեղ մենք գումար չենք ուղարկում, այդձև դրա համար, եթե դուք ուզում եք լեզուներ պարապեք, իսպաներեն, կոնկրետ ես իսպաներեն եմ պարապում, ճիշտն ասած հիմա, անգլերենը այստեղ ավելի շատ, այստեղ Մեքսիկայում եմ պարապում ու եթե դուք ուզում եք սովորեք, չնայած կարամ անգլերեն էլ պարապեմ, եթե ուզում եք անգլերեն պարապեք, եթե դուք Հայաստանում եք ապրում, բայց ուզում եք պարապել, չգիտեմ, երևի պետքա ձև գտնեք, որ ինձ ուղարկե, օրինակ ասենք, մամաս ինձ գումար էր ուղարկել, ինչ-որ ուղարկել էր Եվրոպա, ավելի ճիշտ հայկական քարտին էր ուղարկել, ով բարեկամ ունի, հա, այտենց իմ ծանոթի քրոջն էր ուղարկել, եւ այդ իմ ծանոթը ինձ գումար ուղարկեց, ցենց ասած, բայց իրանք ապրում են Եվրոպայում, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչ-որ մեկին գումար ուղարկեք, ինքն էլ ինձ ուղարկի, տենց եթե, բայց ավելի շատ ցենց ինձ թվում է հարմար է, որ ովքեր որ բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում, այստեղ մոտիկ երկրներում, տենց որ որևէ սանկցիա չկա Հայաստանի հետ կապված, երկրի հետ կապված, տենց կարող եմ պարապել։ Կամ եթե դուք ուզում եք մի լեզուին տիրապետեք, օրինակ իսպաներեն եւ գիտեք այլ լեզու, օրինակ ասենք ֆրանսերեն, իտալերեն եւ կուզենաք լեզվի փոխանակում անեք, ես կարող եմ ձեզ իսպաներեն պարապեմ, դուք ինձ իտալերեն կամ ֆրանսերեն, տենց գերմաներեն։ Այդ ձև կարող ենք փոխանակում անել։ Այնպես որ ամեն ինչ լուծելի է։ Սա էլ էսպես։ Ուրեմն նախաճաշի հետ կապված։ Մի քանի հոգի գրել էին, որ ինչ այրանից ներկայացնում այդ նախաճաշը, որ գնում եմ, Դանիելան է կազմակերպել, դե գիտեք ինքը, որ եկեղեցում ավագ է, այդտեղ քննարկում է մարմին, շունչ, հոգի, այսինքն ռուսերենով ավելի բան է լինում, տելը, դուշա, դուշան, ավելի ճիշտ դուշա, այստեղ քննարկում ենք ու ոնց որ սենց ասած, ինքը հոգեբանական ինչ-որ օգնություն է, բայց հիմքը աստվածաշնչից է, այսինքն այդ հոգեբանական օգնությունը վերցվում է աստվածաշնչից, հիմքը աստվածաշունչն է, սենց ասած, այլ ոչ թե ինչ-որ սենց գիտությունը, քանի որ յուրաքանչյուր գիտություն կա աստվածաշնչի մեջ։ Դա է, չգիտեմ ճիշտ ասած մանրամասն ավելի սենց մի երկու բառով չեմ կարող ասել, ուզում էի մի օր հարմար լինի, մտնեմ ուղիղ եթեր, խոսեմ, ճիշտ ասած հիմա այս պահին մտածում եմ մտնեմ ուղիղ եթեր, քանի որ գործ չունեմ անելու, բետոն վերև աշխատում է, ես որևէ ձև չեմ կարող իրան օգնեմ, եւ ճիշտ ասած ունեմ աշխատելու, բայց այս պահին ինչ-որ դա ասպան տենց չունեմ էլի, տենց խանգարող ու կուզենայի, որ մեկ-մեկ ուղիղ եթերներ անեի, զրուցեինք ու շատ հետաքրքիր թեմա է ինքը, այդ հենց նախաճաշի, որ մասնակցում ենք, նաև ես հրավիրել եմ իմ ընկերներին, Լուպիտային որ տեսակ, ինքը հոգեբան է,
Եվ ինքը հիմա Դանիելան իրան էլ այն օրը ասեց, որ եթե դու քո հիվանդներին, այցելուներին տենց սովորացնես այս ամեն ինչ ես գիտությունը, հոգեբանական գիտությունը, այն ինչ որ ստացել ես, պլյուս աստվածաշնչյան, տենց հիմքի վրա ավելի լավ սենց արդյունք կունենաս, ու ինքը ընդունում, այնքն էլ շատ հավատում Աստծուն, բայց նես չի որ խոսքի օրինակ մենք ասում ենք դու պետք է այս Կիրակի գաս եկեղեցի, անպայման պետք է Աստծուն ընդունել, նու այստեղ ոչ թե կրոնա, այլ հավատք է, ասենց ոնց որ ավելի շատ սենց վստահել Աստծուն, Աստծո խոսքին, տենց, ու հիմա հաջորդ նախաճաշի ժամանակ մենք պետք է տանենք մեր աստվածաշունչը ու ես էլ տանելու եմ իհարկե իմ աստվածաշունչը սա այստեղ ասում են Ռեյնա Վալերա իր թարգմանությունն է Վալերա բան թագուհին ինքնա թարգման ճիշտ ասած ես պատմություն չգիտեմ ամեն անգամ ասում եմ պատմությունը կարդամ տենամ որտեղից է ոնց է տենց եղել ստացվել բայց այստեղ սա են ավելի շատ կարդում ավետարանչական եկեղեցին կամ չգիտեմ սա ավելի շատ բանի օրիգինալից թարգմանած հա որ օրինակ ասենք King James-ի, թագավոր Ջեյմսի բանը, տենց բանն է, էլի, King James-ը ինքը շատ լավ թարգմանություն է ու սենց եթե դուք ուզում եք կարդաք անգլերեն բան, վերցրեք King James, ինքը մի քիչ ունի բաներ սենց հին անգլերենով է գրված, բայց ինձ թվում է կլինի նաև նոր անգլերենով գրված, բայց տենց ինքը կհասկանաք ինձ թվում, եթե անգլերեն լավ տիրապետում եք, կհասկանաք King James-ը, բայց նաև կա King James-ից թարգմանված, օրինակ իմ ընկերուհին ռուս է, ինքը ռուսերեն ունի աստվածաշունչ, վերջերս է գնել ու հենց King James-ի թարգմանությունը, որտի շատ լավն է, շատ սենց են, որ սենց օրիգինալի թարգմանությունը, օրիգինալը որն է, տենց հենց հիմքի, հալի սենց թապում էի կոֆես և ես էլ իմ սիրուն բանը էջանշանը ինքը ինքան նուրբ է, որ նեք ինձ սիրուն է ինքան նուրբ է, որ վախենում ես իրան սենց իմ աստվածաշունչն է, մի խոսքով ժողովուրդ ինձ թվում է ուղիղ եթեր կանեմ ու դրա մասին մանրամասն կխոսենք ինքը այնքան սենց խտացրած թեմա է, որ չգիտեմ, չեմ կարա ճիշտ ձևով բան անեմ, էլի սենց լրիվ այդ ամբողջը մի քանի րոպեում, գոնե 10 րոպեում ասեմ։ Շատ հաճելի ժամանակ ենք ունենում, կանայք հավաքվում են, մեկը ինչ-որ մի բանով կիսվում է իր վկայությամբ, այնտեղ եկեղեցում կանայք կան, ովքեր ինչից ինչ են դարձել, հա, մի հատ կին կա, երևի տեսած կլինեք Լուսին, որ Դանիելայի տանն է տենց օգնում է իրան աշխատում այնտեղ, նաև եկեղեցուց է ու ինքը շատ սենց հզոր վկայություն ունի, որ իր ամուսնու հետ բաժանված է եղել տարիներ, իր ամուսինը թմրանյութեր օգտագործելուց եղել եւ այլն, մի խոսքով իրան ծեծելուց է եղել, իսկ հիմա իրանք վերականգնել են իրանց ամուսնությունը տարիներ հետո այդ ներումը իրանց մեջ տեղի է ունեցել, հա, ներել զգացմունքը իրանց մեջ տեղի ունեցել ու հիմա իրանք շատ սիրուն զույգ են ու եւ որ իրանց տեսնում եք, ես ընդհանրապես չէի մտածի, որ իրանք այդ ամեն ինչի միջով անցել են ու այդ մարդն էլ իր ամուսինն էլ եկեղեցի է գալի, տնային խմբակներին է գալի եւ ինքը Աստծո խոսքն է տարածում, խոսում Աստծո մասին, իր ընկերների, իր թմրամոլ ընկերներին, իր խմող ընկերներին, որ գան Աստծուն կարդան եւ այդ ձևով տենց այդ մարդիկ գալիս են եկեղեցի ու ազատվում են այդ ամեն ինչից ու փառք Աստծո։
Ես տեսել եմ այդ վկայությունների իմ առաջ ու տեսնում եմ ու փառք Աստծո ժողովուրդ, հավատացեք, որ մեր միակ բժիշկը Աստվածներից չեմ ասում մի գնացեք հիվանդանոց, մի բժշկվեք, բայց առաջին հերթին մենք հույսները դնում ենք Աստծո վրա։ Ես որ գնում եմ հիվանդանոց, ես նաև օրհնում եմ այդ բժշկին, որպեսզի Աստված իրան ձեռները օրհնի, իր միտքը, իր կյանքը օրհնի, իր իմաստություն տա Աստված ու այդպես։ Բայց Աստված կարող է հրաշքներ անի։ Աստված ամենազոր Աստված է։ Իր համար անհնարին ոչ մի բան չկա։ Լավ ժողովուրդ, այսքանը ինչքան խոսեմ կխոսեմ այդ թեմայով, գիտեք, ես սիրում եմ Աստծո թեմայով խոսել։ Այսքանը։ Եթե օրինակ ասենք հարցեր կունենաք, գրեք ու ինձ թվում է ամիս շաբաթը 1 կամ 15 օրը 1 սենց ուղիղ եթերներ եմ ուզում անեմ, ակտիվացնեմ ալիքս։ 4 օր առաջ եմ եկել վլոգ դրել, բայց այսքան օրը շատ զբաղված էի։ Հա, մի բան էլ ավելացնում, շատ երկար եմ հիմա խոսում, բայց ինձ թվում է բանը։ Ուրեմն, որ ասացի, ես գնում եմ դպրոց, եկեղեցու դպրոց, ճիշտն ասած, այս որ գիրքը ցույց տվեցի։ Ահա սա։ Աստվածաշնչյան դպրոց։ Իրանց մոտ ճիշտն ասած չհասցրեցի արդեն էլ գնալ, քանի որ ընդունվեցի այլ դպրոց։ Օնլայն դպրոց, որը մարգարեական դպրոց է, ինքը եւ երազների մեկնության, ու ես արդեն երազներ մեկնում եմ տեղի ցույց տալի, ուսումնասիրել եմ շատ սենց, կարող եմ մեկնել, բայց հիմա ոնց որ ուզում եմ այդ ամեն ինչը սենց կանոնակարգված, սենց ավելի սենց հստակեցված, սենց են որ սենց տարբեր դարակների դե, սենց խառումարն եմ նայել, բան, տենց խառումարն եմ սովորել, բայց սենց ինչ-որ հստակեցված այդ ամեն ինչը մատուցվի ու նաև մարգարեական, իհարկե, դպրոց եւ հիմա այդ եմ սովորում ու տնային աշխատանքներ ունեմ լիքը ինձ տեղից տալիս են ու դրա համար ես վերջերս պասիվ եմ։ Այդ է պատճառը, որ պասիվ եմ։ Ու եթե ունեք երազներ, կարող եք ինձ գրել անձնական, կամ էլ կարող եք հենց եթե ուզում եք բոլորը տեսնեն, կոմենտների բաժնում գրեք։ Կփորձեմ մեկնել եւ ինձ այս պահին պրակտիկա է պետք, որ ես երազներ մեկնեմ։ Եվ կամ էլ ինձ կարող եք անձնականով դիմել, անձնական բաժնում գրեք, նենց երազներ, որ սենց մանրամասն ժողովուրդ ինչ եք զգացել, անգամ են դետալները ինչ եք նկատել երազի մեջ, ինչ գույնի շոր եք հագել, եթե ձեր այդ միտքը տենց ոնց որ սևեռվել է այդ հագուստի վրա, տենց լավ կլինի անձնականով, քանի որ անձնական բանի ժամանակ սենց ոնց որ կարող ես հարցեր տարել, ինձ հետաքրքրող հարցերը, որ դուք պատասխանեք, ես կոնկրետ հասկանամ ձեր երազը ու ճիշտ մեկնություն տրվի։ Այսքան ասել այսպես։ Ինձ թվում է հետաքրքիր կլինի տենց երազների մեկնությունը։ Ըստ աստվածաշնչյան էլի ձևով, մենք պետք է աստվածաշնչյան ձևով աշխարհիկ այդ երազահանները իրանք սխալ են, դրանց վրա մի հիմնվեք, դա սխալ է, ընդհանրապես սխալ է։ Յուրաքանչյուրին անհատական մոտեցում պետք է ցույց տրվի։ Յուրաքանչյուր անձի, անհատի պետք է անհատական մոտեցում ցույց տվի։ Երևի այսքանը, այս հատվածով էլ ավարտեմ վլոգը եւ կհանդիպենք արդեն մյուս վլոգում։ Լավ եղեք, շնորհակալ եմ, որ մեր հետ եք, շնորհակալ եմ, որ դուք աջակցում եք, շնորհակալ եմ ձեր լավ խոսքերի համար, ձեր օրհնանքների համար, ովքեր որ աղոթում են, աղոթեք մեր տան համար, որպեսզի շուտ կառուցվի մեր տունը, որ շուտ կառուցվի մեր տունը, ստացվի, որ կկարողանանք շուտ գանք Հայաստան։
Այս ծախսից կավարտվենք ու արդեն կմտածենք Հայաստան գալու մասին։ Առաջ Աստված իհարկե, այնպես որ ընդունում եմ ձեր բոլոր օրհնանքները, աղոթքները, ես էլ ձեր համար եմ միշտ աղոթում, օրհնում եմ յուրաքանչյուրին ու կհանդիպենք մյուս վլոգում։ Լավ եղեք։ Adios։